Կիսեմ պարոն Խուդացյանի հետ մենք խոսել ենք այդ թեմայով։ Տեսեք, երկար ժամանակ մենք քննարկում էինք, սա արդեն ոչ միայն Երևանի, այլև հանրապետության մասին։ Մենք քննարկում էինք, որ ձյան ժամանակ ճանապարհները նորմալ չեն մաքրվում, չեն սպասարկվում եւ այլն եւ այլն։ Հիմա եկավ ինչ որ մի պահ, երբ որ ճանապարհները նորմալ կամ էականորեն ավելի լավ սպասարկվում, մաքրվում եւ այլն, հետո ձյունը հալում գնում է եւ մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ ճանապարհների սպասարկման արդյունքում ճանապարհների վրա կամ եզրերին այսքան ավազի շերտ է գոյացել, որը արդեն 4 եղանակին դառնում է փոշու աղբյուր։ Եվ մարզերում հիմա լավ այս վերջին այցի ընթացքում արդեն տեսա, որ այդ մաքրման աշխատանքները սկսել են, որովհետեւ նախորդիվ ասում են, բա լավ, շատ լավ, պատկերացրիք, չէ՞, բանի ավազի, աղի, խառնուրդով որ բան է արվում, մենք էլ անդադ ասում ենք, որ լավ պետք է մաքրել, էս պետք է անել եւ այլն եւ այլն, դա երկու խնդիր է առաջացնում, դա այդ ջանքը ասֆալտի շերտը այնուամենայնիվ վնասում է, որովհետեւ եւ երկրորդը մնացորդներ են մնում, որոնք ընդհանուր խնդիր են առաջացնում։ Եվ հիմա մենք պետք է մտածենք, նախորդ անգամ Գեղարքունիքի մարզ, որ այցելում ենք, դա տեսանելի էր, դե ասում են, բայց լավ, հիմա ինչի չենք բանանում, մաքրում, դե ասում են մյուս շաբաթ էլ է ձյուն գալու, դրա համար չենք մաքրում, այսինքն համոզվենք, որ ձյան սեզոնը ավարտված է, որ բոլորը միանգամից, բայց այդտեղ մենք պետք է այդ տեխնոլոգիաների մեջ էլ փոփոխություն անենք, որովհետև հիմա տեսեք, մենք ասում ենք, այդ գծանշումները նոր որակի լինեն եւ այլն, ինչ էր կոչվում, պարոն Խուդացյան, այդ տերմոպլեքսով լինեն եւ այլն, տերմոպլեքսով է, հիմա Գառնաշեմ գնում ենք, տենում ենք այդ տերմոպլեքսով այո արած է, բայց կեսը քերած է, բայց ինչի է քերած, դե որովհետեւ ճանապարհը մաքրվել է եւ մաքրվելու ընթացքում քերվել է։ Այսինքն էսեն է, էլի, որ մի հարցը լուծեցինք, ստացանք 3 հատ նոր հարց։ Հիմա այս 3 հատ նոր հարցը ո՞նց ենք լուծելու, պարոն Խուդացյան։ Պարոն Վարչապետ, այդ բոլոր հարցերը ոնց որ թե ընթացքում լուծում ենք, տեսեք, հետեւյալ պատկեր ունենք ճանապարհների սպասարկման մասով, մենք ունենք երկու կլիմայական գոտի, միտեղ նախատեսված է ձմեռայինից ամառային անցումը հիմնականում Արարատյան դաշտում եւ մայրաքաղաք Երևանում ապրիլի 15-ին, այսինքն մինչեւ ապրիլի 15-ը ճանշիներին ժամանակ է տված ավազը մաքրելու համար։ Ունենք երկրորդ կլիմայական գոտին, որը Հարագածոտնի մարզի մի հատվածն է, Շիրակի մարզն է, Կոտայքի մարզի հատվածներ ունենք, որտեղ նախատեսված է ձմեռային սեզոնից ամառային անցումը մայիսի 1-ին։ Հիմա տեսականորեն բոլոր ճանշինները երեք մենք ապարանի տարածաշրջանում Սյունիքում ձյան տեղումներ ենք ունեցել։ Ճիշտ է, հիմա փոշով պայմանավորված, երբ որ եղանակը 2-3 օր մեզ թույլ է տալի ճանշիներին։ Այսօր էլ ես ինչ որ նամակ է ստացել առավոտյան, որը սկսում էր հետեւյալ բառերով. թող այսօրվա ձյունը, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Եվ բարեմաղթանքներ։ Հասկացա, որ ինչ որտեղ դեռ ձյուն է գալիս Հայաստանի Հանրապետություն։ Սյունիքի մարզում ապարանում 3 ձյուն է եկել եւ հիմնականում այդ կլիմայական գոտիներում մենք ձմեռային ռեժիմից ամառային ռեժիմ, այսինքն ավազի մաքրման վերջնաժամկետը սահմանել ենք մայիսի 1-ին, չնայած հիմա եթե անկեղծ ասեմ, այնտեղ որտեղ 2-3 օր եղանակը թույլ է տալիս, արդեն ճանշինները հավաքված ավազը դուրս են հանում, եկել Գեղարքունիքի մարզում դեպի Սևան գնացող հատվածում էին աշխատում, նկատեցին Կոտայքի մարզում էլի կար։ Մենք բայց 2026 թվականին նախատեսում ենք ճանշինների հետ լրանում են մեր 5-ամյա